պատկերացնում ես, այսօր մեր վերջին զանգն է։ Բայց որքան շուտ անցավ ժամանակը։ Ճիշտ է։ Ես հաստատ շատ եմ կարոտել ուսուցիչներին։ Բայց ես չէի պատկերացնում, որ այսքան արագ կարող էր անցնել։ Ես նույնպես։ Hey, որտեղ եք, հասցրի։ Ողջույն հասցրի։ Իմ սիրելի շրջանավարտներ, ինչպես է տրամադրությունը։ Շատ լավ։ Իսկ ես համուրախ եմ, համ տխուր։ Ինչու։ Դե որովհետև ավարտում ենք դպրոցը, այստեղ շատ լավ հիշողություններ ենք ունեցել։ Շատ ենք կարոտելու։ Այո։ Ապա մի նայեք այստեղ։ Ինչը։ Տնօրենն ասաց մեկ զանգը բավական է, բայց ես 10 եմ բերել։ Հորեղ պայր բլբլթան, 10 զանգ, մի քիչ շատ չէ։ Իհարկե ոչ, վերջին զանգը կյանքում մեկ անգամ է լինում։ Ճիշտ է։ Ես ատում եմ ուրախությունը, երկերը, պարերը, ամեն ինչ ատում եմ, պետք է լինի լռություն, տխուր դեմքեր, մտածիր, պարոն Բորբոս, մտածիր, ինչ է հարկավոր, մտածիր, հասկացա, աբրակադաբրա, Հիմա ես կլցնեմ փոշի եւ բոլորը կդառնան տխուր եւ լուր եւ դժբախտ։ Փոշի, չէ որ ես պարոն Բորբոսն եմ։ Հուսով եմ կստացվի։ Ընկերներ, մենք շատ լուրջ վտանգի առաջ ենք կանգնած։ Ինչ է պատահել, հեքիաթիկ։ Այդ պարոն Բորբոսը որոշել է խափանել մեր վերջին զանգը։ Ինչպես թե, ինչ ենք անելու հորեղբայր, բայց նա ինչու է ուզում փչացնել մեր վերջին զանգը։ Պետք է ինչ-որ բան մտածել։ Ճիշտ է, Փայլիկ, բայց ինչ։ Նորից այդ չարագործ պարոն Բորբոսը։ Այո, հորեղբայր։ Մտածել։ Դու ինչ-որ առաջարկներ չունես, Փայլիկ։ Դեռ չունեմ։ Դե լավ, ուրեմն մտածենք։ Այսինչ Բորբոսի հոտ է գալիս։ Հապա այստեղ նայեք։ Դպրոցը գնալով կարծես թե Բորբոսն է։ Ինչ ենք անելու։ Հարկավոր է շտապ ինչ-որ մի բան մտածել։ Հորեղբայր, ինձ ով մեզ կարող է օգնել։ Մեզ ով կարող է օգնել։ Մտածիր։ Ես իմացա։ Այո։ Ես միայն կարող է օգնել։ Վարպետ Սուշին։ Վարպետ Սուշին։ Այո, ճիշտ է։ Վարպետ Սուշին։ Ես եւ Փայլիկը առաջարկում եմ գնանք Վարպետ Սուշիի մոտ եւ նրան պատմենք ամբողջ եղելությունը։ Այո։ Հիանալի առաջարկ։ Փայլիկ եւ Քաղցրիկ, դուք շտապեք դեպի Վարպետ Սուշի։ Այո։ Իսկ ես այնպես անեմ, որ այս Բորբոսը կանգ առնի։ Ճիշտ է։ Թե չէ լիովին կբորբոսնենք։ Գնացինք։ Շտապեք։ Այ պարոն Բորբոս։ Վարպետ Սուշի, դուք պետք է մեզ օգնեք, որովհետև հորեղբայրն ասաց, որ դուք հաստատ կկարողանաք մեզ օգնել, որովհետև այդ չարաճճի Բորբոսը գիտեք ինչ էր ուզում։ Հիմա հանգիստ, բացատրեք տեսնեմ ինչ է պատահել։ Վարպետ Սուշի, դուք պետք է մեզ օգնեք։ Այդ պարոն Բորբոսը որոշել է փչացնել մեր վերջին զանգը։ Այո, ճիշտ է, իսկ ես դեռ չեմ, այսինքն մենք դեռ չենք հասցրել մեր հրաժեշտի երգը երգել, ինչ ենք անելու։ Ես հասկացա։ Եթե դուք միասին լինեք, ոչ ոք չի կարող ձեզ հաղթահարել։ Բայց նա ունի կախարդական փոշի։ Ճիշտ է։ Իսկ դուք ավելի հզոր միջոց ունեք նրան հաղթելու համար։ Իսկապես։ Ինչ։ Ընկերություն։
Եթե լինեք միասնական, աշխարհում ոչ մի խնդիր չի կարող խոչընդոտ հանդիսանալ ձեզ համար։ Հասկացաք։ Հասկացանք։ Հիմա բոլորս միասին։ Օս։ Հայլիկ։ Այ, կորիր այստեղ, կորի, ինչ էլ շատ է այս բորբոսը, չեմ կարողանում հաղթահարել, այ քեզ, այ, տեսնես ինչ եղան, հուր կորան քաղցրիկն ու փայլիկը։ Հարեղբայր բլբլքան։ Մենք եկանք որպես Սուշիի մոտից։ Նա ասաց, որ եթե միասնական լինենք, Բոլոր խոչընդոտները հաղթահարելի են։ այո, Մի րոպե սպասեք, նա ասաց միասնական։ այո, ճիշտ է։ Ասաց ընկերները միասնական պետք է լինեն եւ կհաղթահարեն բոլոր խոչընդոտները, այո։ Ահա, այդ դեպքում գիտեք ինչ կանենք։ Ինչ կանենք։ Բոլորս միասին կերքենք։ Ճիշտ է։ Փայլիկ մեր երգը։ Այո։ Դե պատրաստ տեղերում։ Այո։ Դե ինչ, սկսենք։ Ընկերները բարերով գնում են առաջ պամ 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 սալերով ձորերով բոլորին օգնելով քայլում են առաջ պամ 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 Ընկերները եփելով ընկերները բարերով գնում են առաջ պամ 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 Ընկերները լուծելով ծուրումուր ճամփեգով տեղը հասնեն Չէ որ ընկեր լինելը հեշտ չէ պետք է բարի Ընկերները բարերով գնում են առաջ պամ 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 սարերով ձորերով բոլորին օգնելով քայլում են առաջ պամ 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 Ընկերները եփելով ընկերները բարերով գնում են առաջ պամ 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 խնդիրները լուծելով ծուրումուր ճամփեգով տեղը Այո, կարծես թե մենք հաղթահարում ենք պարոն Բորբոսին։ Պարոն Բորբոս, այդպես։ Ընկերությունը միշտ հաղթում է։ Իմ կախարդական բորբոսնած փոշին այլևս չի օգնում, բայց ինչու չի օգնում։ Որովհետև իրական ընկերությունը եւ միասնությունը հնարավոր չէ փչացնել, պարոն Բորբոս։ Երբ սրտում բարություն կա, նույնիսկ տխրությունն է փոխակերպվում ուրախության, պարոն Բորբոս։ Ես այսպես չեմ խաղում։